35 տարի Հայաստանը տիրող իշխանական համակարգի այսօրվա Նիկոլ Փաշինյանական վարչակարգը իր էությամբ նեոբոլշևիկյան է։ Այսինքն նրանք ինչպես բոլշևիկները, ինչպես ընդհանուր առմամբ հեղափոխականները բոլոր ժամանակների հիմնական 3 թիրախ ունեն։ Թիրախ 1 դա ինստիտուցիոնալ ազգայնականի կրողներն են, թիրախ 2 դա ինստիտուցիոնալ գիտելիքի կրողներն են, եւ թիրախ 3 դա ինստիտուցիոնալ հոգեվորականության, հոգեվորի կրողներն են։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում որպես նեոբոլշևիկ, որպես մարտնչող նեոբոլշևիկ, որպես գործիչ եւ որպես վարչակարգ, որը ամեն ինչ անում, առավելագույնը անում է, որպեսզի Հայաստանում վերացնի հայկականությունը, որպեսզի Հայաստանում չձևավորվի ազգային պետություն, պետական ինքնիշխանությունը լինի տապալված, բոլոր այդ իմ թվարկած երեքսյուներին էլ ամբողջ այս ընթացքում խփում է ազգայնականին, խփում է արժեքներին, իր իրական Հայաստան ասածը հենց դրա մասին է, խփում է գիտելիքին, գիտելիքի կրողներին, այսինքն ապա մասնագիտական դաշտ ունենք մենք բոլոր կառույցներում, այդ թվում պետական կառույցներում, դրա ամենափայլուն եւ ցայտուն օրինակներից մեկը դա նա է, թե իրենք ինչ են ուզում անեն համալսարանների հետ, ինչ են ուզում անել այդ համալսարանական քաղաք ասածը, ինչ են ուզում անել գիտահետազոտական մեր ներուժի հետ դեռևս պահպանված եւ բնականաբար պետք է խփել նաեւ հոգեվորականությունը։ Ինչու՞։ Որովհետեւ այդ իմ թվարկած երեքսյուները իրենք ձևավորում են հայի ազգային ինքնությունը եւ հոգեվոր գործոնը ազգային ինքնության մեջ խիստ կարեւոր է, իսկ հոգեվորի կրողը այսօր բնական է ազգային եկեղեցին է եւ հոգեվորականությունը։ Իսկ ինչու են ազգային ինքնությանը խոցում, ինչու է այդ նպատակը դրված ըստ ձեզ։ Ասեցի արդեն Նիկոլ Փաշինյանի ավելի ընդհանրական ասեմ, լավ, Նիկոլ Փաշինյանը ընդհանուր առմամբ ունի 2 հիմնական նպատակ։ Առաջին նպատակը Նիկոլ Փաշինյանն եւ իր վարչակարգը։ Առաջին նպատակը դա հայկականության եւ հայկական ազգային պետության տապալումն է եւ հայկական հարցի փակումը, եւ երկրորդ նպատակը դա իր իշխանության կամ իշխանական համակարգի, որի ներկայացուցիչն է ինքը, իշխանության հարատևում է։ Նիկոլ Փաշինյանը հակահայ գաղափարի կրողն է։ Նա հայության եւ հայկականության գոյությունը ճակերտներում տեսնում է հայկականությունից դուրս։ Այսինքն հայկական հարցի փակումը դա նշանակում է, որ ինչպես ինքը իր իրական Հայաստան ասած թեզում է շրջանառում, դա նշանակում է մենք հրաժարվում ենք մեր բնորանից, հայկական բարձրավանդակից, մենք հրաժարվում ենք մեր հայրենիքից, մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, մենք հրաժարվում ենք մեր դավանանքից, մենք հրաժարվում ենք այն ամեն ինչից, ինչը ձևավորում է հայկական ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանը հակահայ է եւ իր վարչակարգը հակահայ է եւ այն իշխանական համակարգը, որ ինքը ներկայացնում է, հակահայ է։ Հիմա այսօր սրացում է գնացել կապված ազգային եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու հետ եւ դա առիթ ունի որոշակի։ Այդ առիթը հետեւյալն էր, որ հայկական բանի կաթողիկոսի, եթե չեն սխալվում, անձնական առաջարկով Շվեյցարիայում Բեռնում եղել է 2 օր շարունակ համաժողով կապված հայկական Արցախում մեր հուշարձանների, մեր թողած հոգեվոր եւ մշակութային ժառանգության պահպանման եւ դրա ոչնչացման դեմ պայքարի մասով։ Եվ այդ համաժողովում նաեւ քննարկվել է հայության Արցախ վերադառնալու հնարավորությունները եւ դրա համար պայքարի անհրաժեշտությունը միջազգայինորեն։ Այդ համաժողովը կազմակերպել է եկեղեցիների համաշխարհային կազմակերպությունը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին եւ այդ բավական չափ ներկայացչական համաժողով է եղել
եւ ինչպես եւ ասեցի, հայության, հայկականության եւ հայ դավանաբանության, այսինքն հայ առաքելական եկեղեցու մասին բազմաթիվ դրույթներ եւ քննարկումներ եղել։ Դրա պատճառներից մեկը նա է, որ այսօր շատ ինտենսիվ Ադրբեջանում ոչնչացվում են հայկական մշակութային եւ հոգեվոր կոթողները եւ նրանք էլ որոնք չեն ոչնչացվում, ապա հայկականացվում են, այսինքն ներկայացնում են, որ դա հայկական ժառանգություն չի, այլ աղվանական կամ միջադրբեջանական, բայց ինչ ասես, բացի նրանից, որ դա հայկական է։ Եվ բնական է, որ դրա դեմ պետքա պայքարել եւ դրա դեմ չպայքարող մասը, որը առաջինը պետքա լինի այդ պայքարի մեջ, Նիկոլ Փաշինյանական իշխանությունն է, որովհետեւ նա որևէ բառ փաստացի դրա մասին չի խոսում, իսկ դրան արձագանքողը հայ առաքելական եկեղեցին է։ Դա մի բան։ Երկրորդ բանը, որ ասենք սա առիթ որպես, բայց պատճառը նրանում է, ինչ որ ես ի սկզբանե ասեցի, պատճառը այդ հայությունը պահպանող, հայկական ինքնությունը պահպանող այդ երեքսյուներին հարվածելն է, որպեսզի Հայաստան կոչվածը լինի ապահայկական։ Տեսեք, մեր հայ առաքելական եկեղեցին ինքը իր էությամբ ազգային կառույց է եւ դրանով տարբերվում է բազմաթիվ այլ հիմնարար եկեղեցական դավանանքներից։ Օրինակ, կաթոլիցիզմը, կաթոլիկ եկեղեցին ինքը ազգային բովանդակություն չունի, որովհետեւ կաթոլիկները բազմազգ են եւ Հռոմի Պապը ինքը որևէ մի ազգային խնդիր, որպես այդպեսին, չի լուծում։ Հայ առաքելական, ես օրինակ բերեցի, կարող ենք մյուս կրոնական ուղղություններն էլ անդրադառնալ։ Հայ ազգային, հայ առաքելական եկեղեցին ինքը ազգային բովանդակություն ունեցող կառույց է, նա հայ քրիստոնեության մասին է խոսում։ Եվ դրանով հայ հոգևորականները փաստորեն արել են անհնարինը։ Նրանք դավանակը տեղայնացրել են, ազգայնացրել են։ Եվ այդ տեսակետից շատ կարևոր է, որ հայ առաքելական եկեղեցու գործոնը հայ ինքնության մեջ, Նիկոլ Փաշինյանի համար է շատ կարևոր, խաթարվի։ Հիմա այստեղ պետք է մի բան էլ անդրադառնալ, որ ժամանակային կտրվածքով հայ միջալոց ասեմ, որ իր այդ խոսույթների մեջ տարաբնույթ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը, հա, եթե չեն սխալվում կնոջ գրառման մեջ անդրադարձ է կատարում հենց այդ Շվեյցարիայի համաժողովին, այսինքն անուղակի այդ ինչ է գնացել Շվեյցարիա, այդ ում եք ուզում վերադարձնել եսիմ ուր, այսինքն գրառման մեջ այդ թեզը կա, որը հիմնավորում է, ինչ որ ես ասում եմ, այսինքն դա առիթներից առիթ է, որը իրենք փորձում են օգտագործել եւ իրենց վրա դա ազդել է։ Հիմա պետք է անդրադառնալ նաեւ նրան, որ այս Նիկոլ Փաշինյանական այս արշավը եկեղեցու դեմ ժամանակագրորեն զուգակցվում է նրա հետ, թե ինչ է ասել հենց վերջերս մուսուլմանական մահմեդական առաջնորդ բանը Փաշազադեն եւ Փաշազադեի ասածը հենց նա է, ինչի մասին ես փաստորեն արդեն խոսեցի, որ այն ամենը ինչ որ կա իրենց անկալմամբ եւ մոտեցմամբ Ադրբեջան կոչված տարածքում, այդ ամենը հայկական չի, ապա հայկական է։ Եվ հայկական եկեղեցին ինքը ունի կազմաքանդող էություն եւ բովանդակություն, որովհետեւ իրան է վերագրում այն, ինչ որ իրենը չի։ Սա Փաշազադեի մոտեցումն է, ավելին Փաշազադեն ասում է, որ Էջմիածինը, որը հայկական եկեղեցու փաստացի նստավայրն է, հա, կաթողիկոսի եւ ընդհանրապես հայկական եկեղեցական կենտրոնն է, համաշխարհային, նա ասում է, այդ Էջմիածինն էլ հայկական չի, Ուչմիածինը ասում ինչ որ տես ձևակերպում է տալիս, որը նույնպես թյուրքական է, այսինքն ադրբեջանական է, եւ ավելին նա հայտնում է նրա մասին, որ իրենք բացել են Երևանի Ղազիաթ, այսինքն դա նշանակում է այդ մուսուլմանական թեմը ոնց որ, հա, այսինքն մուսուլմանական թեմ են բացել Երևանի, որը իրենց պատմական տարածքն է եւ իրենց պատմական մահմեդական բովանդակություն ունեցող բնակավայրն է, Երևանը իրենց ասած։ Դրան զուգահեռ անմիջապես նույն օրերին, մի օր էսկոմ, մի օր ենկոմ, դա էական չի,
Ալիևը կազմակերպել էր իսլամաֆոբիայի մասին համաժողով միջազգային եւ այդ նույն իսլամաֆոբիայի մասին համաժողովում Ալիևը անդրադառնում է նրան, որ նույն եկեղեցական հայերը այս 30 տարվա ընթացքում, երբ որ իրենք օկուպացրել էին բնական ադրբեջանական տարածքները, բնորան ադրբեջանցիների, ոչնչացրել են ամբողջ այդ հուշարձանային ժառանգությունը, որ եղել է մահմեդական եւ դա իսլամաֆոբիայի ամենակատաղի դրսևորումներից է հայերի կողմից, որ արևմտյան Ադրբեջան բնորանը, որը այսօրվա Հայաստանն է փաստացի ամբողջական համարյա ոչնչացվել են ադրբեջանական հետքը, նորից անդրադարձ է կատարվում, որ ադրբեջանցիները, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնորան եւ վերականգնվի այդ ամբողջ հուշարձանային կոթողների իրենց այսպես կոչված, որը եղել է, որը հայերը ոչնչացրել են եւ ողջունում է Երևանի ռազիաթի բացումը։ Այսինքն դա զուգահեռ աշխատանք է, որը կատարվում է ադրբեջանցիների եւ հայկական հակահայ վարչակարգի կողմից։ Զուգահեռ հարձակում հայկական դավանաբանության եւ հայկական ազգային կրոնական դավանաբանական ինստիտուտի վրա